Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Դասատու պետության ճնշման տակի Հերմինե Գալուստյան, ճանաչում բիդա արդարություն, առանց հայրենիքի կավեջ ինքնություն, Մարիա Մարգարյան, ժողովուրդը պիտի վնի կաղնի, Գևորգ Սուրենյանց, դավաճանության դեմ հակադրություն, Մհեր Հարությունյան, պատմական ժառանգության հեղինակը հայերն են, Գոր Մարգարյան, ջավախքա ուսանողներին փորձությունը Թիֆլիս, Բաքվի կողմից հայկական ժառանգության ոչնչացումը։ Հերմինե Գալուստյանը նշանավոր հայ դասատու մտավորական այլ ինքը ծնվել է 1914 թվականին Կոստանդնուպոլիս, սվերալա ու դասավանդալ տարբեր վարժարաններում ստանալավ մաթեմատիկի դոկտորական։ 1940-ականներին իլելա Էսայան վարժանի տնօրենը, 1960-ականներին քաղաքական ներգրավվածության դարդան հեռացվալա գործը ու արտագաղթալա Ֆրանսիա, մինչև կյանքի վերջը մնացալ նվիրված կրթության համայնքին որպես խիստ, բայց հիշվող դասատու։ Օսմանյան կայսրությունը կազմակերպել է հայերի դեմ իրականացված ցեղասպանություն վերացնելով 1.5 միլիոնայի վեր հայերի։ Տասնամյակների պայքարն ետը աշխարհը ճանաչել է ճշմարտությունը, բայց ճանաչումը բավարար չի։ Հայերը սպասում են արդարության, պատմական հողերի ունեցվածքի վերադարձի տեսքով։ Թուրքիան որպես օսմանյան կայսրության իրավահաջորդ պիտի կրե պատասխանատվություն։ Հայերը պիտի լոբինգ անին ու դատական քայլեր ձեռնարկին Ամերիկայի միջազգային դատարաններում փոխհատուցման պահանջով։ Դատական հաղթանակներն կարին ապահովին իրական արդարություն, ավարտ տալով պատմական ժխտումներին։ Հայրենիքը մարդուն ապահովում է ինքնությամբ, անվտանգությամբ ու կյանքի կազմակերպվածությամբ, գիտական մոտեցումով այն միայն տարածք չի, այլ պատմության մշակույթի ու փորձառության արդյունք։ Վերժողովուրդը ձգտում է երկիրը որպես հյուրանոցի անցյալի հասցնել ներկայ ապագայի միասնություն, այն տռում է հայրենիք, կենսակերպի ու պատասխանատվության համակարգ։ Այս համատեքստում հայրենիքը քաղաքակրթական արժեք է ձևավորված պատմական ճանապարհով մշակութային ինքնությամբ։ Ազգ հայոց, թորքը մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճալա Ալեքսանդրապոլը, շարժում է բիդա սրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության։ Կյամա Արարատյան երկրին իրա, թորքը կոտորածո ավեր փռելավ կյամա, ու մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղելը։ Իրանք ինձ առաջարկում են ոսոխի պերանին թողել մայր աթոր սրբեջ միածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը, դարեր շարունակ հայ ազգը ապրալա ինքնության հետի պայքարելով, դրան հետի ավեր զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը ունեցալցի ունենալու չի վերջին վերջակետը։ Ուրեմն խայ ազգովին պիթրանանք վեճ թշնամու դեմ, վերկյամա ծարավ մեր վերջին արյունին։ Կաչար գիտական կենտրոնի տնօրեն պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանին ֆեյսբուքյան գրառումը 2020-ից 23 թվերին տեղ ունեցած ողբերգական իրադարձություններին քաղաքական հստակգնահատական չտալու արդյունքում պետական դավաճանությանը մասնակցած ուժերը շարունակում են վերարտադրվելը։ Ազատ հայրենիք խմբակցությունը վերոնե հայրենիքի կորուստի մեջ լուրջ մեղքի բաժին նորից փորձում է ետ դառնալ քաղաքական դաշտ։ Դեմում էս կամայականությանը ու հայտարարում են վեր երբեք ընդունելու չում ու ճանաչելու չում հայրենիքը դավաճանած որևէ քաղաքական ուժի վերակենդանացման փորձ։ Գեղարդ հիմնադրամի ու Գարդման Շիրվան նախաձեռնության նախաձեռնություն ավսոր կայացալ է աշխատաժողով նվիրված 19-ից 20-րդ դարերի հայկական ստեղծարարության հարցերին Գարդմանում, Շիրվանում ու Նախաձևանում։ Գոր Մարգարյանը նշել ավեր Բաքվի պետությունը փորձալորան ժողովրդական անվան մոլորացնել աշխարհին ներկանալը որպես դեմոկրատական։ Ինքը շեշտալ է հայրին ստեղծարար դերը այդ տարածաշրջաններում ու մատնանշալ է թահունց հատեղի մշակութային ժառանգությունը յուրացվել հակահայ քաղաքականության շրջանակում։ Թիֆլիսը վերող ջավախահայ ուսանողներն բախվում են լեզվական, սոցիալ-տնտեսական ու տեղեկատվության պակասի խնդիրների հետ։ Ալբինա Շիրիյան նշում է ավեր վրացերենի շփման բացակայությունը, դասատվոցը անբավարար պատրաստվածությունը խանգարալն իր զարգացմանը, համատեղում է ուսումնագործը ֆինանսական կարիքներն հոգալի հետի։ Անի Սանդրոսյանը շեշտում է ֆինանսական բեռի ծանրությունը, լեզվական խոչընդոտներն վեր դժվարացնում նաև գործի գտնելը։ Ալլա Անտոնյանը նույնպես լեզվի դարդախոսա փալաշփումներն, բայց այժմ փորձում է կենտրոնանալ վրացերենյան հետագա ուսումը հեշտացնելու նպատակով։ Այս պատմությունները նշանցն տանվեր ուսանողներին անհրաժեշտ է լեզվական, սոցիալական ու տեղեկատվական աջակցություն մայրաքաղաքում լիարժեք ինտեգրվելի հետի։ Մայիսի 26-ին Իլհամ Ալիևը միջազգային համաժողովը դատապարտել է իսլամաֆոբիա, մեղադրելով հայերի մզկիթների ոչնչացման մեջին, բայց փաստերը վկայում են վեր Ադրբեջանն ավարում քրիստոնեության դեմ քաղաքականություն ավերելով հայկական եկեղեցիները, խեղաթյուրելով պատմությունը, իսլամականացնելով Շուշին։ Արցախատարածքում մզկիթներն պահպանվալու վերանորոգվան հայ փախստականների իրավապաշտպան կառույցը դատապարտում է Բաքվի, ապա տեղեկատվությունը միջազգային համայնքներին կոչ անում պաշտպանել հայ ժողովրդի կրոնական իրավունքներն։ Սիրելի հայրենակիցներ, սրվետ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։